Բարև ձեզ, դուք դիտում եք լրազումը, այսօր մեր հյուրը անալիտիկոն հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանն է եւ իմ գործընկեր Տերենիկ Մալխասյանը, ում հետ փորձելու ենք ամփոփել օրվա կարևոր իրադարձությունները։ Պարոն Բաղդասարյան, այսօր Երևանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել էին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը առաջ տանելու ուղիները։ Անկեղծորեն ասած ոչ մի նոր բան չեմ տեսնում, թե հերթական այցելության մեջ, թե այն բառապաշարի մեջ, որ օգտագործվել է հերթական այցը լուսաբանելիս, հերթական հերթապահ այցն է, որը բացարձակապես ոչ մի հետևանք չի ունենա ըստիս։ Ինչ վերաբերում է ընդհանրապես բանակցային գործընթացին, ապա այնքան էլ հակված չեմ մտասևերվել հենց այդ գործընթացի վրա, կարծում եմ, որ մեր երկրում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնց լուծումից է կախված նաև մեր արտաքին քաղաքականությունը, մասնավորապես մեր դիրքորոշումը Ղարաբաղյան բանակցային գործընթացում։ Անկեղծորեն ասած ինձ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի շուրջ են կողմերը բանակցում հիմա, ինչի մասին են խոսում, որովհետև ամեն ինչ անիմաստության է հասել, աբսուրդի աստիճան է հասել, ամեն հանդիպումից առաջ իրավիճակի սրում սահմանին, չեմ կարծում, թե ընդհանրապես իմաստ ունի նման իրավիճակում հանդիպել, խոսել եւ ինչի մասին ի վերջո։ Ինչի մասին է խոսում, ես չեմ հասկանում։ Վաղուց կա մի հայտնի անեկդոտ, որ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը քանի անգամ հանդիպել են Հեյդար Ալիևի հետ եւ բազմաթիվ խնդիրներ են քննարկել, բայց այդ ընթացքում մի հարց է եղել, որ չի քննարկվել։ Կարող եք ընդհանրել, թե դա որն է եղել, բնականաբար Ղարաբաղյան հիմնախնդիրը։ Այս պահին էլ չեմ կարծում, թե Ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկում, որովհետև եթե քննարկելիս լինեն կամ եթե այնպես քննարկեին, ինչպիսին որ սպասում է հանրությունը, ապա չեմ կարծում, որ մենք կտեսնեինք այն, ականատես կլինենք այն ամենին, ինչին ականատես ենք լինում հիմա, թե սահմաններին եւ թե մեր երկրի ներսում։ Այնպես որ նորություն բացարձակապես չունեմ ու չեմ կարող։ Սպասելիքներ նույնպես չունեք։ Ակնկալիքներ չունեմ։ Պարոն Բաղդասարյան, դուք ներքին խնդիրներն ակնարկեցիք եւ նշեցիք, որ այդ ներքին խնդիրների լուծումը կարող է դրական ազդեցություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ Իշխանությունները հակառակ պնդումն են անում։ Նրանք նշում են, քանի դեռ ունենք Ղարաբաղյան հակամարտության հարց, քանի դեռ ունենք չլուծված հակամարտություն, ներքին խնդիրները ամբողջությամբ լուծելու ռեսուրսներ չունենք։ Այսինքն պիտի լուծենք Ղարաբաղյան խնդիրը, հետո անդրադառնանք ներքին խնդիրներին եւ ամեն անգամ երբ ներսում անհանգստություններ են նկատվում հանրային այս կամ այն շերտերի կողմից, անմիջապես կեղծ ինֆորմացիա է տարածվում կամ իրական անհանգստությունների մասին ավելի ակտիվ ինֆորմացիա է գալիս, որ սահմանին անհանգստություններ կան, որ թշնամին խախտել է հրադադարի ռեժիմը, կարծես թե անընդհատ օգտագործվում է Ղարաբաղյան հակամարտությունը ներքին ընդվզումը ճնշելու, ներքին բողոքը կասեցնելու եւ ներքին խնդիրները սառեցնելու համար։ Ըստ իրոքի իշխանությունը յուրովի ճիշտ են, իրավացի են, բայց այստեղ մի բան պիտի հասկանալ, քանից ծառայք եմ ունեցել ասելու, որ մենք ունենք երկու պետություն։ Իրականում նույն վիճակը նաև Ադրբեջանում է, նաև Արցախում է, նկատի ունեմ հակամարտության բոլոր կողմերը։ Մենք ունենք ամենտեղ ունենք երկուական իշխանություն, երկուական պետություն, մեկը իշխանություն է, որ պետություն է պետության մեջ։ Այս պետությունը ունի իր սեփական գաղափարախոսությունը, իր սեփական ռեսուրսները, իր սեփական արտաքին քաղաքականությունը, իր սեփական բյուջեն, իր սեփական լրատվամիջոցները եւ այլն եւ այլն։ Մի խոսքով պետության հատուկ ամեն ինչ եւ ունի իր շահերը այդ պետությունը։ Բնականաբար այդ պետության շահերը չեն համընկնում մեր պետության շահերին։ Եվ հիմա նույն Ղարաբաղյան հիմնախնդիրը երկու կողմից կարելի է դիտարկել։ Երկու պետությունների դիտանկյունից, նրանց պետության, իշխանության պետության դիտանկյունից ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ համապատասխանեցված է այդ պետության շահերին։ Նույնը Ադրբեջանում, նույնը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում։ Այնպես որ երբ մենք խոսում ենք շահերի մասին, պիտի հստակ զատորոշել ում շահերի մասին է խոսքը գնում։ Իշխանության թե հանրության։ Ցավոք սրտի ոչ միայն այսօր, այլև մեր պատմության մեջ շատ հաճախ իշխանության ու ժողովրդի շահերը չեն համընկնել։ Չեն համընկնում նաև այսօր։ Դերենիկ, մամուլում շրջանառվում է արդեն մի քանի օր եւ հումորով եւ ոչ այնքան կառավարության
վարչապետի հրաժարականի, կառավարության հրաժարականի հարցը եւ մենք խոսեցինք ներքին խնդիրներից, ներքին խնդիրները լուծելու ճանապարհներից մեկն էլ ոմանք տեսնում են կառավարության հրաժարականի մեջ արդյոք հնարավոր է վարչապետի հրաժարականով լուծել խնդիրներ Հայաստանի ներսում այսօր Հայաստանի ներսում։ Նախ արձագանքեմ այդ ներքին խնդիրները եւ արտաքին խնդիրների հետ փոխկապակցվածություն կամ պատճառահետևանքային կապը, նշեմ, որ իշխանությունները նոր չի բավականին վաղուց այդ գործիքը կիրառում են, ես համարում եմ, որ դա իշխանությունների կողմից կիրառվող ամենաանբարոյական արգումենտն է, որ բերվում է ներքին խնդիրները լուծելու դեմ կամ խոչընդոտ է նշվում որպես, որովհետև չեմ կարծում, որ Ղարաբաղյան հակամարտությունը կամ ադրբեջանական զորքն է խանգարում Հայաստանին կամ Հայաստանի իշխանություններին նորմալ արդար ազատ ընտրություններ անցկացնելուն, այստեղ որևէ կապ չկա։ Այ երբ որ ընտրությունները կեղծում են, դրանից հետո հանրային հուզումները այսպես ճնշելու կամ ենթագիտակցության վրա ազդելու համար ասում են կամ ճակատում ինչ-որ բան է, ինչի Ադրբեջանը ակտիվացել է, բավականին ձեռագիրը շատ միօրինակ եւ նման է 2008 թվականին այդ բանը կիրառեցին գործիքը, երբ նշեցին Լևոն Արգյուղի մոտ ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել, նույնը հիմա է կատարվում եւ այս ամեն ինչը ես կապում եմ իրենց վարած ապաշնոր քաղաքականության հետ, իսկ ինչ վերաբերում է կառավարության հրաժարականին եւ դրանով հարց լուծելուն, այն որ Տիգրան Սարգսյանը պետք է հրաժարական տա, դա միանշանակ է, այսինքն ես կամ որևէ մեկ այլ մարդ, փորձագետ, չգիտեմ, քաղաքական գործիչ չի կարող բերել գետ մեկ արգումենտ, որի պատճառով Տիգրան Սարգսյանը չպետք է հրաժարական տա։ Եթե բացում ես կառավարության, ասենք նույն որոշումները կամ նայում ես իրենց հայտարարած նախագծերը, նպատակները եւ այլն, Տիգրան Սարգսյանը այս ամբողջ ընթացքում որևէ բան չի իրականացրել։ Եվ կարծիք կա նաեւ, որ գիտեք, դե Տիգրան Սարգսյանի հրաժարականով որևէ խնդիր չի լուծվում, որովհետեւ խնդիրը համակարգային է եւ այլն եւ այլն։ Բայց ես հարց եմ տալիս, ինչ որ տեղից պետք է սկսել այդ ամեն ինչը։ Առաջի խոչընդոտներից մեկը Տիգրան Սարգսյանն է, հիմնականը Սերժ Սարգսյանն է։ Սակայն պետք է գոնե այս պարագայում, եթե այդքան ինքնավստահություն չունեք սկսելու Սերժ Սարգսյանից, սկսեք Տիգրան Սարգսյանից։ Տիգրան Սարգսյանից պետք է սկսել։ Նա պետք է պատասխանատվության ենթարկի, ընդհանուր մինչև քրեական պատասխանատվության, որովհետև ինչպես պնդում են շատ մասնագետներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ, իր կառավարության շրջանում թույլ են տվել այնպիսի սխալներ, որոնք հարվածում են անմիջականորեն մեր պետական անվտանգությանը։ Դեռնիկ իսկ սկսեք ասելով ում նկատի ունեք, որովհետև Հայաստանում սկսողն էլ չսկսողն էլ Հայաստանի նախագահն է։ Ու չեմ պատկերացնում, որ Սերժ Սարգսյանը ինքն իր հրաժարականը կպահանջի կամ Ես ասում եմ այն ուժերին, որոնք ամեն օր խոսում են, որ երկիրը կործանվում է, երկիրը վատ է, պետք է ամեն ինչ փոխել, մեկը խոսում է համակարգային փոփոխություններից, մեկը իշխանափոխությունից, մյուսը, չգիտեմ, քաղաքապետարանի պահակի փոփոխությունից, պետք է ես խոսքս ուղղում այդ մարդկանց, կամ ասեք, որ բոլորին, ով որ խոսում է փոփոխությունների, ով որ ցույցեր է անում, ով որ դժգոհում է ներկա իրավիճակից, իրանք պետք է նախաձեռնեն ինչ-որ բան, որպեսզի ինչ-որ տեղից սկսեն։ Եվ դա կարող է հարմար թեկնածուն այս պարագայում Տիգրան Սարգսյանը, որը արժանի է այդ ամեն ինչին։ Եվ նստել, սպասել, որ ինչ-որ մի տեղից համակարգային փոփոխություններ կլինի, շատ դեպքերում այդ հրաժարական չպահանջելը արդարացվում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտությամբ։ Նշում են, դե մեզ պետք է համակարգային փոփոխություններ։ Կներեք, որտեղից եք սկսելու այդ հանրային փոփոխությունները։ Ինչ որ մի պաշտոնյայի հրաժարականից, չէ՞, կամ երկու պաշտոնյա, այս պարագայում երկու պաշտոնյա է։ Այնքան էլ համաձայն չեմ Դերենիկի հետ, երբ մենք խորամուխ ենք լինում այս ամեն ինչի մեջ, երևի այն զգացողությունը պետք է լինի, որ մենք ծուղակում ենք։ Մենք հերթական անգամ հայտնում ենք ծուղակում։ Դա նրանց թեման է, նրանց պետության թեման է։ Այդ թեման առանձնապես չպիտի հուզի մեզ։ Հրաժարականի թեման նկատի ունեք։ Հրաժարականի թեման, պատասխանատվության կընթարկեն Տիգրան Սարգսյանին, թե չէ, կփոխվի նա, չի փոխվի, բացարձակապես մեզ համար տարբերություն չկա, մեծ հաշվով, որովհետև թե կառավարությունը, թե ազգային ժողովը, թե երկրի նախագահը նույն սաների կտավն են։ Հիմա թե այս մեկը մի քիչ ավելի լավն է, մեկը ավելի վատն է, բացարձակ, սա մեզ պարտադրված թեմա է, ասենք, հիմիկվա կառավարությունն է լավը, թե ինչպես Քոչարյանը ասում, ժամանակին ավելի լավ բաներ արվել ու մեզ խրում են այդ թեմայի մեջ։ Բացարձակապես մեզ հուզող խնդիր չէ սա։ Այդ դեպքում
թող իրենք հանգիստ քննարկեն այդ հարցերը, ինչ ուզում են իրար հետ անեն, մենք պիտի մեր ուշադրությունը շեղենք դեպի մեր պետությունը։ Մեզ առավելս պիտի հետաքրի, թե ինչ նորություն կա մեր պետությունում։ Ինձ ավելի շատ հետաքրում է, թե հանրային ինքնակազմակերպման, ընդհանրապես ինքնակազմակերպման ինչ նոր մեխանիզմներ կան, ինչ նոր մեխանիզմների ակնկալիքներ կան, ինչ կա ի վերջո մեր պետությունում, այն ինչ մեր շահերի տարածքում է, ինչ մենք կարող ենք անել։ Իշխանությունը ինքնըստինքյան կփոխվի, եթե մենք մեր անելիքը հստակ գիտակցենք, եթե մենք ինքնակազմակերպենք, գտնենք համապատասխան մեխանիզմներ ինքնակազմակերպելու եւ բնականաբար արդեն մեր պահանջները կամ դնելու Ձեր ասած մեր պետությունում փոխենք իրենց մեջ մի քիչ լավին, մի քիչ վատին, բացարձակապես տարբերություն չկա։ Արիթ ունեցել եմ քանից ասելու, որ մեր երկրի առջև հիմա շատ լուրջ մարտահրավերներ են։ Եվ իշխանությունների որակը եւ այդ մարտահրավերների որակը բացարձակապես չեն համապատասխանում իրար։ Իշխանությունը իշխանապողություն բոլոր դեպքերում պիտի լինի։ Բայց եթե մենք խրվում ենք իշխանապողության մեջ, նպատակը դնում ենք իշխանապողությունը այս պահին եւ նպատակը դնում ենք կոնկրետ անձ կամ կոնկրետ իշխանական մարմին, իշխանական կառույց, սա ծուղակ է։ Մենք դեռ ինքներս պիտի ինքնակազմակերպենք, հասկանանք թե մենք ով ենք, մենք ինչ ենք ուզում, մենք ինչ ուժ ունենք, հետո արդեն կոնկրետ խնդիրներ։ Պարոն Բաղդասարյան, բայց ինքնակազմակերպվենք ինչի համար, ինչ անելու համար ինքնակազմակերպվենք։ Բարեփոխումներ իրականացնելու համար։ Ինչպես եթե ոչ իշխանություններին հեռացնելով։ Իհարկե հեռացնելով։ Իհարկե հեռացնելով, բայց հեռացնելուց առաջ մենք պիտի հասկանանք թե ով ենք մենք։ Իսկ ունենք ռեսուրս ինքնակազմակերպվելու։ Դե ես հենց դրա մասին եմ խոսում։ Հիմա կա, ասենք, կամ ասենք հանրության ուշադրություն այդ խնդիրների վրա է, թե չէ։ Հիմա սա մի առանձին թեմա է, լուրջ թեմա է։ Մենք կարող ենք մանրամասն խոսել, դժվար թե այս հաղորդման ընթացքում ենք հասնենք այդ ամենի մասին խոսել։ Ես պարզապես ուզում եմ խոսել ճիշտ շեշտադրումների մասին։ Ինձ համար Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարական լուսանցքային թեմա է։ Ինձ համար մեր երկրի առջև ծառացած խնդիրներից երևի երկրորդ հիսնյակի մեջ հազիվ տեղավորվի։ Շատ ավելի լուրջ խնդիրներ կան մեր պետությունում։ Ովքեր են հիմնական դերակատարները։ Ասենք քաղաքացիական այս նախաձեռնությունները տարբեր հաջողություններ ունեցած, տարբեր դերակատարներ ունեցած, կա արդյոք մի գաղափար, որ կարող է միավորել այս բոլոր քաղաքացիական շարժումները։ Կա արդյոք որոշակի մարդկանց շրջանակ, ովքեր կարող են այդ գաղափարով միավորել մեր պետության ժողովրդին, մեր լրատվամիջոցների դերը, ոչ թե նրանց լրատվամիջոցների, մեր լրատվամիջոցների դերը դա պիտի լինի։ Մենք քիչ էինք մեր ու ձերի բաժանված, հիմա նորից մերի ու ձերի բաժանվեցինք։ Մեր մեջ անդունդը է։ Մենք տարանջատված ենք, մենք տարբեր պետություն ենք, կրկին եմ ասում, նրանց շահերը բացարձակապես չեն համապատասխանում մեր շահերի հետ։ Նրանց շահերը մահացու են մեր շահերի համար։ Պարոն Բաղդասարյան, թույլ տվեք կարճ նկատառում ձեր ասածին, համաձայն եմ, որ երկու մասի է բաժանված, իրենք իրեն շահերով, հայկական պետությունը իրեն շահերով, ես այդտեղ մեր ու ձերի չէի բացատրում, իշխանություն եւ պետություն, տարբեր հասկացողություններ են, տարբեր շահերով, հիմա այս պարագայում։ Բայց երբ դուք ասում եք, մենք պետք է հասկանանք, թե ով ենք, ինչ ենք ուզում, ուր ենք գնում, կազմակերպվենք կամ ինքնակազմակերպվենք, դրա համար կարող է պահանջվի 50 կամ 60 տարի։ Դրա ռեսուրսը սպասելու մենք չունենք բնականաբար։ Երկրորդ, երբ ասում եք իրենք կապ չունեն, իրենց մենք 5-6 տարի կներեք ավարտեմ, չունենք, իհարկե չունենք։ Երբ որ ասում եք իրենք զբաղված են իրենց գործերով, մենք ընդհանրապես չպետք է հետաքրքրվենք իրենց արածով ու չարածով, մենք մեր հարցերը լուծենք, բայց կներեք նույն այդ պետական գերատեսչությունները, նույն այդ անձինք, նույն Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանը հիմնականում եւ մյուսները երկրորդական չափով տնօրինում են մեր ռեսուրսները, մեր կարողությունները, վատնում են մեր հնարավորությունները, այսինքն մենք ինչ որ ձևի, այո, պետք է հակազդենք, ցույց տանք, որ ասենք մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չենք ընդունում, որ ենթադրենք Տիգրան Սարգսյանը մտնում է Հայաստանի քաղաքացու գրպանը, առաջին։ Եվ դրանից հետո պետք է արվի երկրորդ քայլը, երրորդ քայլը եւ այդտեղից կսկսվի ինքնակազմակերպման կամ կազմակերպման ինչ-որ գործընթաց։ Այսինքն մենք չենք կարող մեզ տարանջատել իշխանությունից, որը դե ֆակտո տնօրինում է մեր ճակատագիրը, ստեղծենք ինչ-որ բրիգադներ, որպիսի, չգիտեմ, համակարգային փոփոխություններ անեն։ Չէ, ես օրինակ եմ ասում։ Համաձայն եմ, որ փաստորեն մենք մեր հաշվին մեր գրպանի, մեր նյարդերի, մեր առողջության հաշվին պահում պահպանում ենք մի իշխանություն, որը գիշեր ցերեկ մտածում է մեզ
կոպիտ ասած մաշկելու մասին։ Մեր սենյակներին բնականաբար սա միանշանակ սրա մասին խոսնել չի կարող, բայց մենք այսօր քննարկելով Տիգրան Սարգսյանի թեման մեզ պատիվ ենք անում նրան եւ նրա կառավարությանը, մենք այսօր պիտի կոնկրետ անհատների վրա ու շատ մտասևերվենք մեր պետությունում այս պահի դրությամբ, ովքեր կարող են նորից եմ կրկնում։ Պարոն Բաղդասարյան, շատ լավ, այդ դեպքում հիմա տեղի ունեցել ոչ իշխանական քաղաքական ուժերի համախմբում եւ քաղաքացիական սեկտորի համախմբում, ովքեր այս պահին համենայն դեպս մեկ հարցի շուրջ են դեմ են պայքարում ավելի ճիշտ, դա կենսաթոշակային կൂട്ടակային համակարգում բարեփոխումներ իրականացնելն ու պարտադիր բաղադրիչի ներդրումն է։ Դուք այս շարժումից, այս համախմբումից, այս կոնսոլիդացիայից ինչ որ ակնկալիքներ ունեք։ Անկեղծորեն ասած, ինձ այնքան էլ հասկանալի չի այդ ամենի ցակումնաբանությունը, այդ բազմաբղետ ուժերի միավորման թեման, շարժարիթը ես հասկանում եմ, բայց երկրի առջև ծառացած հիմնական խնդիրների լուծման համար պիտի ամեն ինչ հասկանալի լինի, շարքային քաղաքացուն, յուրաքանչյուր քաղաքացու։ Միևնույն ժամանակ այն ինչ կատարվում է մեր դաշտում, մեր պետությունում, այն ինչ առաջ քաղաքացիական հասարակությունը բնականաբար ինձ հետաքրքիր է։ Ես առնվազն ուզում եմ հասկանալ թե ինչ է կատարվում։ Պարոն Բաղդասարյան, կներեք, ես չեմ հասկանում, դուք հատկապես որ մարտահրավերն եք ավելի կարևոր համարում այսօր Հայաստանի առջև ծառացած խնդիրներից, եթե բոլոր քննարկումների արդյունքում եկել հանգել ենք այն եզրակացման, որ առաջի մարտահրավերը գործող իշխանություններին հեռացնելն է, որովհետև նրանցով է պայմանավորված եւ նրանցից է ածանցյալ մնացած բոլոր խնդիրները, արտագաղթը, աղքատությունը, գործազրկությունը։ Մարտահրավերներ շատ կան, ցավոք սրտի շատ կան, բոլորը հիմնականում պայմանավորված այսօրվա վիճակով, այսօրվա իշխանությունների հետ, այնպես որ միգուցե կարելի է այդպես ձևակերպել, որ այսօրվա ամենամեծ մարտահրավերը հենց մեր սեփական իշխանություններն են։ Դա իրոք այդպես է, բայց դարձյալ կրկնում եմ, նախքան իշխանապողությունը մենք պիտի հասկանանք, թե ով է անում այդ իշխանապողությունը։ Եվ Այսինքն դուք ակնարկում եք, որ չկա այնպիսի մի ուժ, որը կկարողանա իր շուրջ համախմբել մարդկանց այնպիսի մի թվաքանակ, որը կկարողանա լուծել արդեն իշխանապողության խնդիրը։ Առաջարկածը այն է, որ մենք կենտրոնանանք այդ թեմաների վրա, հանգիստ թողնենք առայժմ ժամանակավոր Տիգրան Սարգսյանի կառավարությունը եւ մտածենք, թե ինչ ենք մենք կարող անել ինչի մասին մենք խոսեցինք քիչ առաջ։ Պարոն Բաղդասարյան, ես չեմ կարողանում հանգիստ թողնել Տիգրան Սարգսյանի կառավարությունը միակ պարզ պատճառով, որ ամեն տարի ըստ պաշտոնական տվյալների երկու միջին քաղաք Հայաստանից վերանում է։ Այսինքն արտագաղթը պաշտոնական տվյալները, որը մի քանի անգամ նվազեցված է, 13 թվականին 37000 թե 35000 մարդ Հայաստանից գնացել ու չի վերադարձել։ Դա երկու փոքր քաղաք է, ասենք նույն Արտիկի կամ Վեդիի չափով։ Այսինքն 2013 թվականներին այդ քաղաքները կային, հիմա չկա մարդկանցով, ամեն ինչով։ Դա հագիստ նայելու որևէ տրամադրվածություն չի տալիս։ Մենք չենք հասկանում դերինը։ Ես չեմ ասում հագիստ թողնենք, ըստ երևույթին սրանք պայմանական խոսքեր են ամեն ինչ։ Մենք պիտի իրար հետ խոսենք օր առաջ այս իշխանությունը փոխելու մասին։ Դե հիմա դա էլ անում ենք։ Երևի ուղղակի մենք քննարկում ենք իշխանություն փոխելու ճանապարհները, տարբերությունը ճանապարհների։ Որ իշխանությունը պիտի փոխվի եւ օր առաջ, ժամ առաջ, դա միանշանակ է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող ըստ իս։ Ես միանգամայն այդ բաների մասին եմ խոսում, բայց կարծես թե փոխանցում չկար, միգուցե սահմանափակ ժամանակն է պատճառը։ Շնորհակալություն մեկնաբանությունների համար, շնորհակալություն նաև ձեզ, այսպիսին էր լրացումը, շարունակեք հետևել Civilnet-ին։